խոսելու եմ Հիսուս Քրիստոսի մեր Տիրոջ պատգամի մասին, ավետարանի մասին, ավետարանի զորության մասին, ավետարանի հետևանքների մասին։ Լավ, ու մի հատ հետաքրքիր անվանում վերնագիր ծնվեց ու կտեսնեք, որ դա ճիշտ է։ Գրել եմ այսպես, անվանել եմ այսպես. գնացեք, որ գամ։ Չգիտեմ, տարօրինակ է, բայց կհասկանաս արդեն ինչի մասին է։ Գնացեք, որ գամ։ Իհարկե ես իմ անունից չեմ խոսում, ես Տիրոջ անունից եմ խոսում, դու արդեն հասկացար, որ Հիսուս ասում է գնացեք, որ ես էլ գամ։ Ամեն, բայց մենք մարդիկս, իհարկե մենք չէ, մեր եկեղեցին չէ, ուրիշ եկեղեցիներ միշտ ասում են Հիսուս գնա, որ ես էլ քո հետևից գամ։ Գիտես, բայց չէ որ գրված է իմ հետևից եկեք, բայց տեղ կա, որ Հիսուս ասում է ես եմ քո հետևից գալու։ Տեղ կա, որ ասում է ես եմ գալու ու քո գնալով դու ինձ հնարավորություն ես տալու։ Ամեն։ Ամեն, փառք Աստծուն։ Բայց փորձեմ տեղավորվել ժամանակի մեջ։ Նայեք, եկեղեցին Քրիստոսի մարմինն է։ Ամեն։ Էլ չբացեմ Եփեսացիներ մյուս տեղերը, հա։ Քրիստոսի մարմինը եկեղեցին է, գլուխը Քրիստոսն է։ Ու ոչ ոք չի կարող պատկերացնել մարմինը անջատ գլուխից։ Այն կինոն էլ հեքիաթեր ոչինչ, ով որ տեսել է, ով որ չի տեսել, ավելի լավ է որ չի տեսել։ Չէ, անգլուխ ձիավոր կինոն։ Բայց գիտես, ստեղ կինո չի, ստեղ իրականություն է։ Ու ով կարող է պատկերացնել մարմինը ինքնագլուխ։ Մարմինը գլխով։ Կամ չես կարող ասես, թող գլուխը մտածի, ես գնամ իմ գործերին։ Ու ինչքան լավ է, որ մեր գլուխը մտածում է, ինֆորմացիա է տալիս ու մեր մարմինը հրահանգները կատարում է ու համահունչ է, միաբան է։ Ու ինչքան լավ է, չէ՞։ Պատկերացնում եք, հանկարծ ստեղ մի հրաշալի միտք ծագեր, լավ, շատ լավ, պայծառ։ Բայց մարմինը գնում է ուրիշ բան անելու, չի ենթարկվում, չի հնազանդվում։ Կան նման հիվանդություններ, հասկանում ես, բայց Տիրոջ եկեղեցին չպետք է նմանը լինի։ Մարմինը հնազանդ է։ Գլուխը մտածում է, ես երբ որ պատկերացնում եմ Հիսուսին, պատկերացնում եմ, որ ինքը մտածում է մարմնի մասին։ Ինքը հոգ է տանում մարմնի մասին։ Ու իր բոլոր մտածմունքները մեր մասին են, մեր համար են։ Աստված, Աստծո ամենաթանկ կառույցը եկեղեցին է, երկրի վրա։ Աստծո ամենամեծ ուրախությունը դա եկեղեցին է, երկրի վրա։ Ամեն։ Որ ես ասում եմ եկեղեցի ինչ եք պատկերացնում։ 7 վերքը, բա որը, մայր տաճար կոչվածը, քեզ, ասա ինձ, Աստծո ամենա կարևոր կառույցը կամ հենարանը, կամ հույսը, կամ այն նպատակները, որ կապված է, դա քեզ հետ են, եկեղեցու հետ են, համաձայն եք, ես ճշմարտությունն եմ խոսում, ու երբ որ Հիսուսը ծնեց եկեղեցին, ստեղծեց եկեղեցին, մենք գիտենք այդ հանրաճանաչ տեղը և ասեց Պետրոս, երբ որ հայտնություն ստացավ, ասեց ես կկառուցեմ իմ եկեղեցին և դժոխքի դռները չեն հաղթի, սա ճշմարտություն է, դժոխքի դռները, դժոխք իր ողջ զորությունով չի կարող դուրս գալ եկեղեցու դեմ կամ փչացնել եկեղեցու գործը կամ խափանել, այլ ընդհակառակը եկեղեցին ծնվեց որպես Քրիստոսի մարմին, որպեսզի խափանի ու փչացնի սատանայի գործերը, ով է համաձայն։ Այն ինչ որ խոսալու եմ այսօր եկեղեցու անունից, որպես եկեղեցի, ես խնդրում եմ դու քեզ դիր քո աչքերի առաջ։ Կամ մատը ուղի քեզ ասա, լսի ես, ինձ է վերաբերում, լսի ես քո մասին է, այդ ես եմ, թույլ եմ տալի, տեղից կարող ես բարձր ասես, այդ ես եմ, ամեն, հա, վատմին այս, այդ ես եմ, հալելույա, ամեն, մենք զուս պասկ չենք, մենք շարժվող ազգ ենք, ճիշտ է, կան մեզանից ավելի շարժուն ազգեր, բայց իրականում, եկեք հասկանանք, որ դա մենք ենք։ Եվ Տեր Հիսուսը
Տեր Հիսուս Քրիստոսի համար մարգարեություն կա Եսայա 61-ի մեջ գրված է եւ Տիրոջ հոգին ինձ վրա է։ Միտեղ գրած է քանի որ ըստ որում որովհետև նա օծել է ինձ։ Տիրոջ հոգին Հիսուսը ասում էր եկել է իմ վրա ինձ օծելու նպատակով, որպեսզի ես նման գործեր գործեմ։ Ինչ անեմ։ Ասեմ, որ կա ազատություն, բարի լուր ասեմ, որ Տերը հավանել է քեզ, Տերը սիրում է քեզ, իր կյանքը դրել է քեզ համար, որ դու ապրես, մեղքերից ազատ լինես, կապանքներից ազատ լինես, որ բժշկված լինես, որ Տիրոջ մոտ դու ընդունված ես, ու Տիրոջ ձեռքերը բաց են, որ դու վազես իր գիրկը։ Ովքեր որ գրկում են մնացել, հասունացել եք, իջեք։ Հա, լավ է գիրկը թռնելը, բայց գիտեք, հիմա իջեք։ Իրա ներկայության մեջ եղեք, բայց գրկից իջեք։ Հա? Որովհետև մենակ գրկվելու ժամանակը չի։ Այսինքն նա ընդունում է բոլորիս։ Եկել է ժամանակները, բարենպաստ ժամանակները, բարեհաճ ժամանակները, ընդունելության տարի։ Ամեն։ Ու Հիսուս ասում է, ես ունեմ հայտնություն։ Տիրոջ հոգին իմ վրա է։ Երբ Հիսուսի վրա իջավ Տիրոջ հոգին։ Երբ որ նա ջրից դուրս եկավ, չէ, ու գրվում է Հովհաննես ավետարանի, չէ, երբ Տիրոջ հոգին եկավ աշակերտների վրա, երբ որ նրանք վերնատանը նստած էին, երբ Տիրոջ հոգին եկավ քեզ վրա, կարող է օրով ամսաթիվով չհիշես, բայց գիտես, երբ որ դու ընդունեցիր Հիսուս Քրիստոսին, քեզ Տեր ու Փրկիչ, Տիրոջ հոգին եկավ քո մեջ, դու մկրտվեցիր Տիրոջ հոգով, ամեն, ինչու, չկա ուրիշ լավ օրինակ, չկա ուրիշ հիմք, քան Տեր Հիսուս Քրիստոսի օրինակը, ասում է Տիրոջ հոգին ինձ վրա է, ինձ օծելու նպատակով, ինձ օծել է, որպեսզի ես հետևյալ գործերը գործեմ, ինձ օծել է, որպեսզի ես այս գործերը իրականացնեմ, Հիսուսը մեզ իր հոգին է տվել, որ մենք իր կամքը իրականացնենք, որպես եկեղեցի, ամեն, աշակերտները վերնատանն էին, աշակերտները աղոթքի մեջ էին, աշակերտները Հիսուսին հետևում էին, բայց երբ որ նա գնաց, նա պատվեր թողեց, ասեց գնացեք, ազգերը աշակերտեցեք, սովորեցնելով ինչ որ ես եմ ձեզ սովորեցրել, ամեն, Մարկոսում ասեց գնացեք, ավետարանը քարոզեք, ամբողջ բովանդակ աշխարհով մեկ, ամեն, ու կլինի այսպես, և նայում ենք 16-րդ ոչինչ, որ չկարդամ այդ տեղերը, Մարկոսի 16-ի վերջում ասում է և նրանք գնացին, և գործում էին, և Տերը նրանց հետ գործակցում էր, այ որտեղից է այս անվանումը, կամ հիմքը որն է այս անվանման, ասում է գնացեք, ասում է և նրանք գնացին, և Տերը գործակից էր լինում, պատկերացրեցիք տարբերությունը, գնացեք, որ ես էլ գամ ձեր հետ, գնացեք, որ գամ, պատկերացնում եք Տիրոջ ձեռքերը, մարմինը, ունի ձեռքեր, ունի աչքեր, ունի բերան, ունի ինչ այն ամեն ինչ, որ մենք ունենք, համաձայն եք, ու երբ որ մենք ասում ենք Հիսուս, բժշկիր ինչ որ մեկին, Հիսուսն ասում է, իսկ ում ձեռքերն են այսօր ազատ, ով իր ձեռքերը կտա ինձ, գիտեք, չէ, ասում է, գնացեք և ձեռք դրեք հիվանդների վրա, եթե ասում ենք Հիսուս, կամքդ հայտնի ինչ որ մեկին, խոսա, Հիսուսն ասում է, ով իր շուրթերը կտա, որ ես գործածեմ, երբ որ ասում ենք Հիսուս, կերակրի ինչ որ մեկին, Հիսուս ասում է, ով կտա իր գումարները, չէ, ամեն ինչ կտայի, բայց գումարներից մի րոպե, չէ, իհարկե կատակ եմ անում, երբ որ ասում ենք Տեր, հոգ տար ինչ որ մեկի մասին, ասում է, ով կդնի իր սիրտը, ինչպես ենք մենք պատկերացնում, թանկագիններ, Հիսուսը եկավ, երկրի վրա իջնում է ֆիզիկական մարմնով, ում մարմնով, այս ուզում եմ հարց տամ, իմ թե քո, և իմ, և քո, և բոլորիս, ամեն, որովհետև Աստծո հոգին մեր մեջ է, ու Հիսուսը միաժամանակ կարող է այսքան մարդկանց միջոցով, այսքան և ավելի մարդկանց հարցեր լուծել, հարցեր պատասխանել, համաձայն եք թե չէ,
Բայց չգիտեմ, խի մեր երևակայությունը մեզ ուզում է համոզի մեր աղոթքների միջոցով, որ Հիսուսը իջնում է պատկերավոր, փայլուն շորերով, սիրուն, աչքերից կրակ, հայտնություն, ասում նրա մազերը գանգուր, սիրուն, բոցավառվում էին, ու Հիսուսը քայլում է Գյումրիի միջով, փողոցներով, Սայաթ Նովայով, իջնում է Կիրով, չէ՞, շատ մարդ կան, ու բոլորը տեսնում են Հիսուսին, ով ունի երևակայություն, բոլորս, ու ասում են, վայ, մեղա քեզ Տեր, ոմանք ծունկի են գալիս, ոմանք ապաշխարում են, ինչ լավ է։ Հետո Հիսուսը կանգնած ինչ է ասում։ Ասում է ինձ մոտ եկեք բոլոր հոգնածներ եւ բեռնավորվածներ։ Ինձ վրա գցեք ձեր լուծը։ Ես լուրջ բան եմ խոսում։ Ավետարանից եմ խոսում։ Ինձ վրա գցեք ձեր բեռը եւ վերցրեք իմ քաղցր լուծը։ Ու բոլորը էլի ծունկի են գալի, ապաշխարում են։ Ու ինքան ուժեղ ուրախություն է։ Լավ, Շահումյան։ Հետո գնում է Շահումյան։ Մենք ենք տանում իրան, էլի ասում ենք, ստեղ արի Հիսուս ջան։ Մտնում է Լաչինով, որտեղ առնող, ծախող, չէ, խափող, կշերքի թերա։ Թող ընդեղ մտնի։ Ես մի երկու հոգու խանութ էլ գիտեմ, որ միշտ թերակշռում են։ Ես կմցնեի Հիսուսին ընդեղ։ Կա բարեկամ, որ կուզենայիք իր տունն է մտներ։ Կարելի է նվագել։ Ով կուզեր իր բարեկամի տուն մտցնել Հիսուսին։ Ու ինչ պետք է ասեր Հիսուսը, որ մտներ քո բարեկամի տուն։ Մի հատ մեղքերը շարեր ճակատին։ Խեղճը էլի ես ինչս, այ մի հատ բժշկեր Հովիվ ջան իրան, բժշկեր մեղ կա, ինքան տանջված կյանք ա ունեցել, մենակ երեխեք ա մեծացրել, կամ չգիտեմ դժբախտ մարդ ա, հիվանդ, մի խոսքով, այնքան հարստահարվածներ կան, ոմանց ճանաչում ենք, ոմանց չենք ճանաչում, բայց կա, ու այնքան կուզեինք, որ Հիսուսը մտներ, քայլեր, ամեն մեկի տունը գնար, նստեր, ինչ-որ մեկին միգուցե շոյեր, կերակրեր, հա? Համաձայն եք? Դե եկեք աղոթենք թող գա Հիսուսը։ Ով է հավատում, որ աղոթենք Հիսուսը կիջնի, իր փայլով ու զորությունով, սպիտակ բեհես շորերով ու կսկսի քայլել։ Մարդ կա, որ հավատում է, որ Հիսուսը հիմա երկնքից իջնելու է տենց, իմ հավատքը չի հերիքում։ Գիտեք ինչի, որովհետև դա սխալ աղոթք է։ Հիսուս իջի, մտի ես ինչի տունը։ Այո, միգուցե ես էլ, միգուցե դու էլ, ինչ-որ մի ժամանակ նման աղոթքներ ենք արել ու պատկերացրել ենք ու սպասում ենք դրան, որովհետև շատ կարիք ունենք Հիսուսին, շատ կարիք ունի իմ հարազատը, բարեկամը, ծանոթը, անծանոթը, կապ չունի, երբ որ, բայց գիտես դա չի լինի, որովհետև դա Աստծո ուզածը չի, Աստծո ուզածն է, որ իրանք փրկվեն, բժշկվեն, բայց նա երկնքից այդ հանդերձներով չի իջնելու, որ իրանք էլ տենան ասեն, տեսել եմ Հիսուսին, տեսել եմ, Հիսուսը ասեց, ես կգամ ձեր մեջ, Սուրբ Հոգով, բայց ես չեմ կարողանա գործեմ, եթե դու չգնաս, եթե դու չխոսես, եթե դու ձեռքդ չդնես, եթե դու չզոհաբերես, եթե դու սիրտ չդնես, եթե իմ խոսքից չկիսվես, եթե քո սերը ցույց չտաս, ես չեմ կարող, բայց այնքան կարիք կա այսօր մեր քաղաքում, մեր տարածաշրջանում։ Գիտեք, Քրիստոսի մարմինը այս տարածաշրջանի համար, ես չեմ ասում մի եկեղեցու համար, բոլոր եկեղեցիների համար է, բոլոր եկեղեցիները այս տարածաշրջանի պատասխանն են, լուծումն են, բժշկությունն են, Աստծո արքայությունը տարածողներն են։ Ով էր գոռալու, ասեր, էդ իմ մասին է, չկա։ Չկա այդ համարձակը գոռը ասի էդ իմ մասին է։ Գիտեք, մենք
Ես երևակայում եմ երբեմն, երեք մենք երիտասարդներով ստեղ շատ լավ փառաբանում էինք, ես էլ իրանց հետ երիտասարդս, այնքան ուժեղ Աստծո ներկայությունը կար, ու մտածում էի, լսեք, միթե արժի ես Աստծո ներկայությունը ստեղ պահել, եկեք դուրս տանենք, եկեք գնանք Կիրով, ասում ենք Կիրովով, չէ՞ պիտի Հիսուսը քայլի, գնանք ընդեղ բերենք Աստծո ներկայությունը մեր փառաբանությունով, եկեք գնանք Քրքորյան, ընդեղ բերենք Աստծո ներկայությունը այդ փառաբանությունով, բայց ես իմ Հիսուսը կգա այդտեղ, ասենց աշխարհիկների մեջ, Հիսուսի փափագն է այդ, Հիսուսի երազանքն է դա, հարցը, կտանենք, թե չենք տանի, այսօր ես դրա մասին եմ ուզում խոսեմ, եկեք տանենք Հիսուսին, տանենք լաչին, միջանցքը մեր Շահումյան շուկայի, եկեք տանենք քո բարեկամի տուն, եկեք տանենք որտեղ որ իրան սպասում են ու չեն էլ սպասում անգամ, կա մարդ, որ կուզենա տանի, հիմա մենք նման թիմ ենք հավաքում, երիտասարդներից, տարեցներից, Հիսուսը երբ որ գործում էր երկրի վրա, ոչինչ որ էլ չկարդամ ես տեղերը, ասում է և իրեն 12 աշակերտ ընտրեց, Ղուկասի մեջ է գրված, 10-րդ գլուխ, և նրանց իշխանություն տվեց, ասեց գնացեք, այն ինչ տեսել եք ես անելուց, գնացեք դուք էլ արեք, գնացին 12-ը հետ եկան, ուրախ, զվարթ, լցված, հիացած, զարմացած, լավ իմաստով, ու սկսեցին պատմել, թե ինչեր էր լինում, ինչքան մեծ զորավոր գործեր էր լինում, ասում դրանից հետո 70-ին կարգեց, 70-ին ուղարկեց, ասեց գնացեք, հետո երբ որ գնում էր, արդեն համբարձվում էր, ասեց գնացեք, երբ որ աշակերտները վերնատանը նստած էին, Պետրոսը դուրս եկավ Պետրոսը, գիտես նստել եկեղեցում ու սպասել, որ մարդիկ կգան, սխալ ավետարան է, կարելի է մի օր էլ քարոզեն, գնա, որ գան, եկեք գնանք, որ գան, կարելի է այսպես էլ անվանել, մենք թիմեր ենք ձևավորելու, ոնց որ Հիսուսն էր ձևավորում, ու ինչքան լավ է, որ ուրիշ բան չենք անում, անելու ենք այն ինչ որ Հիսուսն էր անում, ուղարկելու ենք գյուղերով ու քաղաքներով այս տարածաշրջանի, ու զարմանալի է, չէ, որ չկա մեր եկեղեցիներից ոչ մի տեղ, մենակ ստեղ է Շիրակի մարզում, բայց մենք ուզում ենք, չէ, որ տարածքում եկեղեցիներ ծնվեն, հա, ուզում ենք, թե չէ, ով է լինելու այդ առաքյալը, մենք քեզ ուղարկելու ենք, իհարկե ես էլ քո հետ եմ գալու, ուղարկելու ենք, ով է արդիկ ուզում, ով է մարալիկ ուզում, ով է աշոց ուզում, մի քիչ ինք ուզում է հովանա այնտեղ, ով է ամասյա ուզում, ու շատ գյուղեր, վերջում մոտեցեք Վասիլ եղբորը, հայտնի քո կամքը, հայտնի քո ցանկությունը, մենք թիմեր ենք ձևավորելու և դուրս ենք գալու փողոցները, այգիները, մարդաշատ վայրերը, սկսելու ենք Հիսուսի մասին երգել, ու ես հավատում եմ, որտեղ Տիրոջը փառաբանում ես, ընդեղ իր ներկայությունը, իսկ ինչ կլինի հետևանքները, ինչ պիտի լինի, այն ինչ որ լինում էր, որտեղ որ Հիսուսն էր լինում, ինչ էր լինում, այդ նույն բանն էլ լինելու է, գիտեք ինչի, որովհետև ինչ որ լինում էր այն ժամանակ, այսօր նույնն է լինելու, ու միշտ է նույնը լինելու, համաձայն եք,
ու պատկերացնում ես Հիսուսը քայլելու է, բայց քո դեմքով, քո հագուստով, քո ժպիտով, քո խոսքերով, քո ձեռքերով, քո ոտքերի միջոցով գործելու է, կարաս պատկերացնես։ Այնքան ուժեղը, այնքան ուժեղը։ Ու գիտես հավաքվելու ենք ու սկսելու ենք պատմել, ինչ արեց Աստված քո միջոցով, իմ միջոցով։ Հավաքվելու ենք պատմենք, ինչ ունենք մենք գովալու։ Ասելու ենք, տես ինչ արեց Տերը։ Նոր դռներ են բացվելու, նոր ընտանիքներ, նոր սրտեր, խելքից դուրս բաներ, հրաշքներ, զորություններ։ Որովհետև դա է հետևանքը այս ամեն ինչի։ Գնացեք։ Հիսուս ասաց, ինձ է տրված ողջ իշխանությունը։ Երկնքում, երկրի վրա։ Ու ես ձեզ ասում եմ, կամ ուղարկում եմ, այսինքն տալիս եմ այդ իշխանությունը ձեզ։ Մենք ունենք այդ իշխանությունը։ Քանդելու սատանայի գործերը եւ ոչ մի բան չի կարող քեզ վնասել։ Ամեն, ամեն։ Միտեղ եկեք կարդամ։ Բայց մինչև այս տեղը կկարդամ, երբ որ ասում եմ, եւ նա նրանց ուղարկում էր երկու այն գյուղաքաղաքները, որտեղ որ ով կար այդ միտքը շարունակի, եթե հիշես, որտեղ որ ինքն էր ուզում գնար։ Պատկերացնում էր, Հիսուս ասում է, ես ուզում եմ այնտեղ գնամ։ Եկեք մեր օրերի վրա բերենք։ Բայց չեմ կարող գնամ, եթե դու չգնաս։ Ասում է, իր առաջից էր ուղարկում։ Գնացեք կարդացեք Ղուկաս ավետարանը։ 9-10 գլուխները։ Նրանց ուղարկում էր այն վայրերը, որտեղ որ ինքն էր ուզում գնար։ Դու գնա էլի ուզում ես։ Հասկացի, չգնաս ինքը չի կարող գնա։ Որտեղ իր ողջ իշխանությունը քեզ ա տվել։ Իր ողջ կարողությունը քեզ ա տվել։ Իր ողջ օծությունը քեզ ա տվել։ Թող հավատքի հոգին հիմա այսենց տրորի ես, խոսքեր ես, ճշմարտությունը մեր սրտի մեջ։ Մատթեոս 9-րդ գլուխ 35-րդ խոսք։ Եվ Հիսուսը ամեն քաղաքները, գյուղերը ման էր գալիս նրանց ժողովարաններում սովորեցնելով եւ արքայության ավետարանը քարոզելով եւ ժողովրդի մեջ ամեն ցավերն ու ամեն հիվանդությունները բժշկելով։ Եվ նա ժողովուրդներին տեսնելով գթած նրանց վրա, որ հոգնած եւ ցիրուցան եղած էին, ինչպես ոչխարներ, որ հովիվ չունեին։ Գիտեք, մենք խոսք ունենք մեր եկեղեցու համար, որ եկեղեցուց բարձրանալու են շատ պարգևներ։ Հովիվներ, ավետարանիչներ, մարգարեներ, ուսուցիչներ, մի հատ բաց թողեցի։ Առաքյալներ, ուղարկվածներ։ Ո՞վ է հաջորդ առաքյալը։ Քրիստոսի մարմնի մեջ։ Ո՞վ է հաջորդ մարգարեն։ Ես ինչ համեստություն է մարգարեի համար։ Գիտես։ Մի հատ բան ասեմ, միգուցե կարող է քեզ սխալ թվա կամ դուրս չգա։ Հերիք է իրար վրա մարգարյանակ։ Դուրս եկեք աշխարհի վրա մարգարյացեք։ Ես գիտեմ ինչ եմ ասում։ Հերիք է իրար վրա մարգարյանակ, դուրս եկեք աշխարհի վրա մարգարյացեք։ Ու ասեք այսպես է ասում Տերը, համարձակ։ Ստեղ պետք չի, թողեք։ Հերիք է վազենք իրար առաջ ասենք, խնդրում եմ մի հատ իմ համար աղոթեք։ Ժամանակն է որ դուրս գանք ու իրանց համար աղոթենք։ Հա? Հերիք չի, հələ, մի հատ իմ համար կաղոթեք։ Բայց մարդկանց համար ով է աղոթելու, ես կոմ է մարդիկ կա, ով է աղոթելու։ Ուսուցիչներ, այդ որ կհավաքես երկուսին, կսկսես սովորացնել։ Բարդ բաներ չէ, որ Հիսուսը սիրում է իրան։ Հետո կմկրտես։
Սուրբ հոգով, ջրով, աշակերտ կանես։ Եղար հովիվ էլի։ Բա հովիվը ոնց ա լինում, որ։ Հետո եղար ուսուցիչ էլի։ Հետո Աստծուց խոսքեր կխոսաս, եղար մարգարե էլի։ Տես չի։ Որը բաց թողեցինք, առաքյալը։ Հետո կգնաս մյուս գյուղը, եղար առաքյալ էլի։ Ինչքան լավ է։ Լսեք, էս է մեր գործը։ Ինչ գործ ես անում։ Հիմա, օրինակ, ամեն մեկս։ Ես ժամանակ եղել շինարարություն եմ արել, փող է պետք եղել, բայց շինարար որպես այդպեսին ես ինչ չեմ համարում։ Ուրիշ բան եմ արել, փող է պետք եղել, աշխատել եմ, բոլորս էլ աշխատում ենք։ Բայց գիտես, այսօր երբ որ ասում են ով ես, ինչ ես անում, հաց եմ թխում։ Հա, ուրեմն դու հաց թուխ ես։ Գործի բերումով, հա, բայց ով ես կոչումով։ Եկեք թող այս առօրյան, այսօրվա մեր այս կյանքը չասի ով ենք մենք։ Եկեք թող Աստծո խոսքը կամ Աստված ասի ովքեր ենք մենք, որովհետև ամեն բանը տեղից է սկսվում։ Եթե դու տեսնում ես, որ դու Քրիստոսի մարմնի անդամ ես, Սուրբ Հոգով օծված, հատուկ այս նշանակության համար դու դա ես։ Ասա ես նա եմ, ում Աստված օծել է Սուրբ Հոգով, կույրերի աչքերը բացելու, խուլերի ականջները լսել տալու, ավետարանը քարոզելու, ուրախություն բերելու, փոփոխություն բերելու, երջանկություն բերելու մարդկանց կյանքերի մեջ։ Ամեն։ Հացդ էլ կթխես թխելու ժամանակ։ Ամեն։ Փայտիդ գործն էլ կանես։ Երկաթի գործն էլ կանես, առևտուրդ էլ կանես։ Հիսուսին մենակ մի տեղ ասին, էսի Հյուսն չէր։ Որտեվ իրան տեսել էին Հյուսնի գործ անելուց։ Բայց Աստծո մեծ գործերը ոնց որ փակել էին իրանց աչքերը այդ գործերից։ Բայց մնացածը գիտես ինչ էին ասում։ Ասում են սա Աստծոց մեծ մարդ է եկած։ Մեծ մարդ։ Աստված ինչ էր ասում Հիսուսի մասին։ Ասում էր նա է իմ սիրելի որդին, նրան լսեցեք։ Սա էր Աստծո կարծիքը։ Աստված այսօր ասում է սա է իմ սիրելի եկեղեցին, սա է իմ սիրելի դուստրը, սա է իմ սիրելի որդին, իրան լսեք։ Գիտես Աստված ասելու է։ Եթե մենք անենք, Աստված բերելու է այդ սրտերը, Աստված բերելու է։ Բա հալածանք լինելու է։ Հա։ Հիսուս ասում է ինձ հալածեցին, ձեզ էլ կհալածեն։ Իմ դեմ խոսացին, ձեր դեմ եք խոսան։ Բայց ինձ ընդունեցին, ձեզ էլ կընդունեն։ Երբ որ ես նայում եի այս տարբերությունը, ոչ միտեղ չես տենա, բացի խաչելության այդ պահից, որ ասում է գոռում էին խաչին, մեզ չի խաչում Աստված։ Մեզ ուղարկում է Աստված, բայց բոլոր տեղ գրած է, և նրա համբավը տարածվել էր բոլոր գյուղերով ու քաղաքներով։ Հեռուներից գալիս էին, քանի որ լսել էին նրա մասին։ Կարող ես պատկերացնել։ Չէ, քո մասին չէ, Հիսուսի մասին, ում մասին, որ դու ես խոսացել։ Հա? Եկեք մտնենք, տեսնենք, ինչպես տեղ գրված է։ Տեսնենք այն գառներին, որ հովիվ չունեն, ցիրուցան եղած են, թող մեր մեջ սրտացավություն գա։ Եվ այն ժամանակ իր աշակերտներին ասեց, հունձքը շատ է, բայց մշակները քիչ, այնքան հունձ կա, շատ հունձ կա, ոչ միայն այն ժամանակ, հիմա էլ, նայեք էլի այս պաստառներին, կարդացեք, սրանք մարգարեական խոսքեր են, բոլոր ժամանակների համար
քանի դեռ Հիսուսը չի եկել։ Որտեւ ինքը գալու է ամենամեծ հունձքը հավաքի։ Եվ ասեց, ուստի աղաչեք հունձքի տիրոջը, որ մշակներ հանի իր հունձքի մեջ։ Գիտեք ինչ է նշանակում հունձքի մեջ մշակներ հանի։ Աճացնի, բա ինչ անի։ Ինչ անի։ Մշակների դպրոց դնի, օրինակ ոնց եք պատկերացնում։ Խնդրում եմ, ասեք տեղից։ Գրածա մշակներ հանի իր հունձքի համար։ Հունձքի մեջ։ Օրինակ ինչ ենք պատկերացնում։ Գիտես ինչ անի։ Ասե հերիք չի նստեք։ Հələ դուրս եկեք մի հատ։ Գրածա դուրս հրի։ Մի քիչ կոպիտ ա լինում։ Դուրս վռնդի։ Լսի հերիք ա նստեք։ Ասում եկեք աղոթենք, որ հայրը հանի, իհարկե գիտեք, որ զորով ոչի բան չի լինում, բայց ես հասկանում եմ, որ Աստված այդ սրտացավությունը պետք է դնի մեր սրտի մեջ։ Եկեք մենք սկսենք սրա մասին մտածել։ Մի ասա, Տեր, մշակներիդ ուղարկի։ Մշակներիդ ուղարկի։ Ինձ։ Ես ինչ անեմ, ուր գնամ, ասա։ Ես գնում եմ, ուր գնամ, ասա։ Վասիլ եղբայր, իմ անունը գրի։ Երբ ենք հավաքվելու, ուր ենք գնալու։ Բա մեզ հրացան տալու են, իհարկե տալու են, նոր կտակարանի տեսքով, աստվածաշնչյան բրոշուրների տեսքով։ Բա ինչ ենք անելու։ Գնալու ենք ասենք, գիտես, Աստծո արքայությունը մոտեցել է քեզ։ Հիսուսը սիրում է քեզ։ Դու գնա ինքը կասի ինչ անես։ Որ մշակներին հրի դուրս գցի, այս պատերից դուրս։ Ու մեծ, գիտես հետո երբ որ ես պատկերացնում եմ, ով կարա արգելի ինձ պատկերացնել։ Բայց ես ուզում եմ քեզ ամեն մեկից տեսնեմ այդ թիմերի մեջ ձևավորված։ Ես պատկերացնում եմ, որ գիտես ընտրություններից ընտրություն սուտ խոստումների պաստառներով են մարդիկ դուրս գալիս, սուտ խոստմունքների, չէ՞։ Մենք արդեն լավ սովոր ենք, էլ չենք խափնվում, բայց այնքան համոզիչ ու տպավորիչ են։ Կան տարբեր գովազդներ, որ այսօր դու չես պատվիրել, բայց ինքը քո հեռախոսին, քո էկրանին գալիս է։ Ու իրանք իրանց պաստառներով չեն ամաչում, անգամ պիղծ բաներ գովազդեն։ Իսկ ես ուզում եմ պատկերացնեմ, որ մենք սիրուն պաստառներով, որտեղ գրված է Հիսուսը քեզ համար, Հիսուսը սիրում է քեզ, որտեղ պաստառներով խաչակաշած լինելու ոչ կախարդություններին, ոչ գուշակություններին, չդիմես գուշակներին, դիմի Հիսուսին։ Ես ուզում եմ պատկերացնեմ նման պաստառներով մենք քայլելու ենք։ Բայց գիտես ինչ 10 հոգի քայլի, ինչ 100 հոգի, որովհետև գիտես ինչքան մարդիկ կա, որ ուզում են կողքից միանան։ Ռուսը ասում է, ռուսերեն բառք ասում է, սլաբո, հա, կգաս, բա ինձ կճանաչեն որպես Աստծո զավակ, կճանաչեն որպես Քրիստոսի մարմնի անդամ, կճանաչեն օծված մեկը, ով որ ուղարկված է Աստծուց։ Կպատկերացնես, քայլում ես, երգողը երգում է, ժպտացողը ժպտում է, դու պաստառով գնում ես, կարդացողը կարդում է, Աստվածը իր գործն անում։ Աստված կասի, ես իմ եկեղեցին է, ես իմ ժողովուրդն է, ես իմ մարմինն է։ Իհարկե ավետարանչության շատ ձևեր կան, տարբեր։ Բայց բոլորի համար մի բառ կա, ով կհիշեցնի, ինչ է այդ բառը։ Լավ չեմ քարոզել, կարելի է կես ժամ նորը սկսեմ էլի նորից։ Հա? Գնացեք, ավետարանի տարբեր միջոցներ կան, բայց մի բառ, որ ամենակարևորն է, գնացեք։ Հիսուս ասեց, գնացեք,
մեր ուղերձի անվանումն է, գնացեք, որ գամ, կարելի է փառաբանության թիմը բարձրանա։ Ինչ լռություն։ Մենք մի փոքր հետո հաղորդություն ենք վերցնելու։ Ասելու ենք Հիսուս, դու իմ գլուխն ես, ես քո մարմինը։ Ասելու ենք Հիսուս, ես ու դու իրար հետ մեկ ենք։ Հիսուսին մենք չենք կարող տանել մտցնել մեր գործերի մեջ, եթե դա իրանից չի։ Այլ լավ է մենք այսօր Հիսուսին վերցնենք, գնանք մտնենք իր գործերի մեջ, որտեղ որ մեր գործերն էլ կան։ Ամեն։ Հիսուսը չի գա քո սխալ աղոթքների մեջ։ Հիսուսը չի գա քո սխալ ճանապարհների մեջ, սխալ նստած աթոռների վրա չի գա։ Բայց մեծ հաճույքով ու սիրով կգա այն հրապարակների մեջ, որտեղ որ իր սիրտը բաբախում է, փափագում է այդ մարդկանց խոսալու։ Անկամ երբ որ ասում եմ մի մեծահարուստ հարսանիք արեց, հյուրասիրություն արեց ու հրավիրվածներ կային ու հրավիրվածները ամեն մեկը մի հատ SMS-ով, ձայնայինով ասեցին կներեք հարմար չի, չենք կարող գալ, անգամ իր ծառաներին, ինչի մասին է այդ խոսքը։ Բոլորիս հասկանալի է։ Ասում է իր ծառաներին, ասեց գնացեք փողոցները, հրապարակները, գնացեք։ Տեր թող այս խոսքը թնդա մեր ականջների մեջ, գիշեր, ցերեկ, գնացեք Հիսուսի անունով։ Մենք հաղորդություն ենք վերցնելու։ Ու եկեք ոտքի կանգնենք։ Տնային հանձնարարություն, բոլորիս, կարդում ենք Գործք առաքելոցը։ Գիտեք որտեղ է այդ գրած։ Գործք առաքելոցը որտեղ է գրած։ Աստվածաշնչի մեջ, նոր կտակարանի մեջ, չէ, իրոք լուրջ եմ ասում, կարդում ենք Գործք առաքելոցը ու փորձում ես ամեն մի իրավիճակի մեջ տեսնես քեզ ընդեղ։ Երբ որ աշակերտները սկսեցին գործել, տես այդ քանիսի մեջ քեզ, հենց կացնես Պետրոսի ընթացքի մեջ տես քեզ կողքը կամ հերվից կամ այդ թիմի մեջ, նորեկի, չգիտեմ, միգուցե փորձառուի, եթե փորձառուի ուրեմն Պետրոսի կողքը քեզ տես։ Կանցնես Պողոսի պատմության, որտեղ մեծամասնություն ընդեղ էր։ Տես քեզ Պողոսի թիմի մեջ, խնդրում եմ, պատկերավոր կարդա։ Հա? Երբ որ տեսնես մի օր Պողոսը սոված էր, հլա ասա, իսկ որ ես ելնեի սոված, ինչ կանեի։ Կասեի հալելույա, թե կասեի ես գնացի։ Թե կոգևորվեի, որ Աստված սկսեր հրաշքներ անել։ Թե Պողոսին կասեի, Պողոս եղբայր, իսկ կարելի է հիմա ես աղոթեմ իր համար։ Ու տես մի օր Աստծո հոգին քո Պողոսների միջոցով ասում է եւ նա երեցներ կարգեց եկեղեցիներում եւ գնաց ուրիշ տեղ։ Տես որ մի օր էլ քեզ կկարգի երեց ինչ որ միտեղ։ Մեր տարածքի մեջ սկզբում։ Եկեք աղոթենք, հետո վերցնենք, հա, հաղորդություն։ Բայց հաղորդություն վերցնելուց ասենք Հիսուս, դու իմ գլուխն ես, ես քո հնազանդ մարմինը։ Կարող ենք այսքանը ասել։ Փառք Հիսուսին։ Տեր, մենք քո առաջ ենք գալիս։ Բերում ենք մեր սրտերը, մեր անձերը, մեր մտածմունքներն ու պատկերացումները ու խնդրում ենք Տեր, բժշկիր մեզ։ Ներիր մեր մեղքերը, մեր հակառակությունները, մեր ըմբոստությունները։
Այն անհամաձայնությունները, որ ունենք քո խոսքի հանդեպ, քո կամքի հանդեպ, քո ճանապարհների հանդեպ, գործիր մեր կյանքերի մեջ, քո Սուրբ Հոգու միջոցով, ների մեր մեղքերը, մենք ընդունում ենք այդ թանկ արյունը, որ թափվել է մեզ ներելու, վերականգնելու, բժշկելու եւ առաջ տանելու համար։ Ու Տեր ընդունելով հացը եւ այս գինին, որպես քո մարմինը, քո արյունը, որպեսզի մեկ լինենք քեզ հետ եւ հռչակենք, որ մենք միաբան ենք, մենք դավանում ենք Հիսուս, դու մեր Տերն ես, դու մեր Փրկիչն ես, մենք քո եկեղեցին, դու մեր Աստվածն ես, դու մեր Հայրն ես, մենք քո որդիները, քո ծառաները, դու մեր գլուխն ես, մենք քո հնազանդ մարմինը։ Փառավորվիր քո եկեղեցու մեջ, փառավորվիր ամեն մեկիս մեջ, ու դուրս ուղարկիր մեզ Տեր, ուղարկիր մեզ Տեր իմ Աստված, ուր որ դու ես ուզում գնաս, ինչ որ դու ես ուզում անես, թող որ մենք անենք, ու թող փառավորվի քո սուրբ ու պատվական անունը, ամեն։